Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին գարնանացանի աշխատանքներն արդեն սկսվել են։ Տարածաշրջանի բնակիչները նշում են, որ ուշացումը կարող է ավելի մեծ վնասներ պատճառել։ Այդ պատճառով ստիպված են սկսել ցանքատարածքների մշակումը։ Անձրևոտ եւ փոփոխական եղանակը դժվարեցնում է գյուղատնտեսական աշխատանքները, սակայն գյուղացիները շարունակում են աշխատել, հույս ունենալով, որ եղանակը շուտով կկայունանա։ Մացեսին կարևորն է, երբ որ արդերը տված է, վարած է, ուզած ցանեմ դի, բայց օգուտ չէ, գայդիկ օգուտ չունի։ Վենասեն բացի օգուտ չէ, ամեն ինչը թանկացել է։ Պրոստը գեղացի մարդեն քսենք դնանից ցանենք քիչ մաբրինք։ Դե չէ, սայլարքան թանկ, ամեն ինչ թանկ, մեխանիզատորին ամարտիզացիան թանկ։ Մեզ օգուտ չէ, պրոստը ցանենք, այդ կանեն բան։ Հաց է, հող է, հաց է, բայց ինչ են ես եղանակի պայմաններով ուզած ցանեն դա պայման։ Միևնույն ժամանակ գյուղացիները կանգնած են եւս մեկ լուրջ խնդրի առաջ՝ դիզվառելիքի թանկացումը։ Վառելիքի բարձր գինը զգալիորեն մեծացնում է ծախսերը, ինչը ծանր բեռ է դառնում հատկապես փոքր տնտեսությունների համար։ Այնուամենայնիվ, բնակիչների խոսքով, գյուղատնտեսությունը իրենց ապրուստի հիմնական միջոցն է եւ անկախ դժվարությունից նրանք ստիպված են շարունակել աշխատանքները։ Ժամանակը անցել է, գարի ցանելու ժամանակ։ Հիմա որ ցանենք, ել աշունքը ուշ աշունքը դի հավաքենք։ Գարին իրան ժամանակը ունի։ Խոտիչոր մտածենք, թե խոտիկը քաղենք կերտա։ Հիմա մեր կենթանությունները անասուն են, ոչխար չեն որ ուտեն։ Գարին խոտ չի եղնի։ Հիմա մնացել է մենակ ուլավ ավիոսը ցանել որ գոնե խոտենենք։ Ինչու գները նայած թե ինչու ցանքսի համար ցակի մոմենտներով սալիարկան թանկել է դրանք էլ տրակտորիստներն են թանկեցի։ Հիմին բանի գործն է քաշած հավկետի բուլյոնը կմնա մեզի։ Բուչունիկ հələ չենք ցանի, բայց ցանենք դի, ստիպված ցանենք դի։ Մեր արդերը շատ է չունենք, ասենք քողը մերը քիչ է։ 70 սոտիող են մեկ չեմ գարեցանեմ, մեկ քարտոլի մնա, всё։ Բնակիչների կարծիքով հացահատիկի ցանքի համար արդեն ուշ է, քանի որ եղանակային պայմանները չեն նպաստել ժամանակին աշխատանքների իրականացմանը։ Այնուամենայնիվ, նրանք չեն հրաժարվում հող մշակելուց եւ փորձում են հնարավորինս օգտագործել առկա պայմանները գոնե մասամբ ապահովելու իրենց ընտանիքների կարիքները։ Գյուղացիները հույս ունեն, որ առաջիկայում եղանակը կբարելավի եւ իրենց աշխատանքի արդյունքը կարդարանա։